Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից վարժական հավաքներից խուսափողների թիվն ավելացել է։ 2023-ին 1499 քրեական վարույթ էր նախաձեռնվել, նախորդ տարի 1779, ավելի 280-ով։ Կառավարությունում վստահ են նկատելի այս աճը վկայում է քրեական քաղաքականության վերանայման, այսինքն պատիժների խստացման անհրաժեշտության մասին։ Նախագծով առաջարկում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում 461-րդ հոդվածում պատիժաչափը 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Վարժական հավաքներից խուսափելու հոդվածում 462-րդ հոդվածում առաջարկում է սանկցիայի տուգանք պատժատեսակի չափը ամսական եկամտի նկատմամբ հաշվարկվող առավելագույնը 20-ապատիկի չափով բառերը փոխարինել 15-ապատիկից 30-ապատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը 2 տարի ժամկետը փոխարինել 1-ից 3 տարի ժամկետով։ Նախագիծը բարձրացնում է նաև զինվորական ծառայությունից ու վարժական հավաքներից խուսափելու հանցագործությունների ծանրության աստիճանը։ Ծառայությունից խուսափելը միջին ծանրությունից կդառնա մինչև ծանր, վարժական հավաքներից խուսափելն էլ կհասնի մինչև միջին ծանրության։ Արդարադատության փոխնախարարի կարծիքով այս փոփոխությունները խնդիրն ամբողջությամբ չեն լուծի, սակայն վստահ են ինչ-որ կերպ կնպաստեն խուսափելու դեպքերի նվազմանը։ Դատավարական գործողությունների հետ մեկտեղ նաև փորձաքննության անհրաժեշտություն առաջանում, որը որոշակի ժամկետ է պահանջում։ Որոշ դեպքերում այդ եռամսյա ժամկետը ուղղակի բավարար չի լինում ամբողջական օբյեկտիվ քննություն իրականացնելու համար, եւ դա կարող է հանգեցնել կամ ոչ հիմնավոր մեղադրական եզրակացություններ կազմելու եւ դատան ուղարկելու, կամ որոշ դեպքերում նաև ոչ անհիմն քրեական վարույթը դադարեցնելու։ Ճիշտ ասած, եթե մենակ այս հիմնավորումը լիներ, ես դեմ կքվեարկեի այս նախագծին, սա շատ վատ հիմնավորում է։ Այսինքն ասում եք չենք հասնում 3 ամսվա ընթացքում անենք, դրա համար արեք հանցագործությունը բանից հետևից դարձնենք միջին ծանրության, որ քննիչները հասցնեն։ Մենք չենք կարող այս հիմքով ծանրացնեն քրեական պատասխանատվությունը։ Բնականաբար սա չի հենց բուն շարժարիթը փոփոխություն իրականացնելու շարժարիթը հենց դեպքերի աճն է եւ այդ երևույթի հանրային վտանգավորության ավելացման, իսկ այս հանգամանքները որպես լրացուցիչ հանգամանքներ իմ կողմից ներկայացվեցին։ Նախագիծը հանձնաժողովում այնուամենայնիվ դրական եզրակացություն ստացավ, ուղարկեցին լիագումարի օրակարգ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։